Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, մի քանի ժամից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, հանդիպելու է Վլադիմիր Պուտինին, օրակարգի հետ կապված ոչինչ հայտնի չէ, բայց մինչ այս հայտնի է, թե Հայաստանի վարչապետը ինչ օրակարգ ուներ Ռուսաստանի հետ, դուք ինչ եք կարծում, ինչու է այս փուլում հանդիպում տեղի ունենում Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև։ Դե ինչպես նշեցիք, օրակարգի վերաբերյալ տեղեկություն չկա, ես կարող եմ եզրակացնել, որ աշխարհում հիմա տեսնում ենք ինչ գործընթացներ են տեղի ունենում, հայ-իրանական սահմանի հետ կապված գուցե մտահոգություններ կան, որովհետև մենք տեսանք հաղորդագրություն, որ Հայաստան ուղևորվող ինչ-որ բեռնատարի վրա հարձակում է տեղի ունեցել Իրանի տարածքով, այսինքն Իրանը այդ պահին այդքան էլ Իրանի այդ սահմանը վստահելի չի եւ Հայաստանը խնդիր ունի ապահովել վերջին, ես կասեի, սահմանի ուրեմն անցումը հայ-վրացական սահմանն է, իսկ իմ կարծիքով վերին դարձի հետ կապված Ռուսաստանը կարող է խնդիրներ առաջացնել, հատկապես նախընտրական շրջանում։ Մենք հիշում ենք, որ վերջերս հայ-վրացական սահմանում էլի հայ ուրեմն բեռնատարի վարորդները բեռնատարների խնդիրների բախվեցին եւ այդպես էլ մենք բացատրություն չստացանք, թե պատճառը որն է եւ պարզվում, որ այդպիսի խոչընդոտներ կարող են լինել նաեւ ապագայում։ Կարծում առաջնային հենց նպատակներից մեկը համոզվելն է, որ յուղմթերման սեզոնին ուրեմն հայ ուրեմն յուղատնտեսները չեն ունենա խնդիրներ հայ-վրացական սահմանին։ Իմ կարծիքով, որովհետև Իվանիշվիլի կառավարությունը կոորդինացնում է իր քայլերը այս հարցում Ռուսաստանի հետ։ Այլ ուրեմն հարցերից ես կարծում եմ հիմնականում դա պիտի լինի, գուցե ինչ-որ տնտեսական հարաբերությունների ավելի խորացման մասին կխոսեն, որովհետև դեռ դիվերսիֆիկացիա չի ստացվում կարծես Հայաստանի մոտ եւ ավելի խորանում են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, իհարկե դա ցավալի է։ Բացի այդ թվիթի հետ կապված գուցե խոսակցություն լինի եւ երկաթուղու, դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ պարբերաբար խոսվում է, որ երկաթուղին պետք է կոնցեսիոն կառավարումից վերցվի Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի կառավարումը խոչընդոտ է թվիթի կառուցման համար, բայց ես կարծում եմ այստեղ շատ դժվար է լինելու հայկական կողմի Ռուսաստանին համոզել գնալ այդ քայլին, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի ըստ էության դիրքերի զիջում հարավային Կովկաս։ Քանի որ դուք բացեցիք երկաթուղու թեման, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը, կներեք նշել է, կարող եմ ասել, որ նախ մենք որևէ մեկին որևէ կոնսենսիա տալու ծրագրեր չունենք, երկրորդ մեր գործընկերներն ու ընկերները Հայաստանում պաշտոնապես չեն քննարկել այս հարցերը մեզ հետ։ Մենք Նիկոլ Փաշինյանից լսել ենք պաշտոնապես նման սցենար, բայց հիմա ռուս պաշտոնյան ասում է, որ մեզ պաշտոնապես ոչինչ չի ասվել այս մասին, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես այդպես էլ գիտեի եւ վստահ եմ, Ռուսաստանը երբևիցե չի համաձայնվի։ Հայաստանի փորձագիտական դաշտում այդպես լավատեսական կարծիքներ կային, որ երրորդ երկիր կարող է լինել Ղազախստանը կամ Սաուդյան Արաբիան, երկուսն էլ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, դա կարևոր չէ։ Ռուսաստանը երբևիցե ինքնական չի հրաժարվի Հարավկովկասյան երկաթուղու եւ մասնավորապես այսպես կոչված իրենց համար, ինչպես նշում է Օվերտուկը, Զանգեզուրի միջանցքի մեծ համարծույթի հարցում զիջումների գնալու։ Մենք հիշում ենք, որ իրենք նշել են, որ թվիթում պետք է հաշվի առնել նաև ռուսական շահերը, իսկ թվիթում չի կարող լինել ռուսական շահ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ մեծ չի քննարկվել, այո, գուցե ներքին լսարանի համար է դեռ Նիկոլ Փաշինյանը այսի հայտարարություններ անում։ Այստեղ կան փորձագետներ, որ դա շատ հեշտ են պատկերացնում, որ ահա մենք կվերցնենք երկաթուղին, եթե չտան, կասենք չարաշահումներ կան, ես այդպես լավատեսական տրամադրված չեմ, քանի որ Ռուսաստանը մեծ լծակներ ունի Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նշեցի, սահմանի հետ կապված հայ-վրացական, ցավոք Վրաստանի իշխանությունը պրոռուսական քաղաքականություն է ակտիվ վարում,
Եվ այդ հարցում ես գիտեք, ուրեմն նույնիսկ չեմ կարողանում մտածել, թե Նիկոլ Փաշինյանը ինչ ճնշումներ պիտի գործադրի ռուսական կողմի վրա, որ նրանք համաձայնվեն դիճել տարածաշրջանում իրենց գլխավոր այսպես ազդեցության լծակը։ Ես մի տարբերակ էի մտածում, որ դա պիտի ԱՄՆ կողմից իրականացվի, քանի որ ԱՄՆ-ն է երաշխավորը եւ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հռչակագրի մակարդակով թրիփի գործունեության, առանց ԱՄՆ օգնության Հայաստանը միայնակ այդ հարցերը բարձրաձայնել են բազմիցս, չի կարող այդ հարցը լուծել Ռուսաստանի ղեկավարի հետ։ Տարօրինակ է, բայց ստացվում է, որ ԱՄՆ-ն ինքը չի բանակցում այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի հետ, իսկ արդյոք Հայաստանը կարող է գնալ այդպիսի լուծման, ես կասկածում եմ, միայն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությամբ կարող է լուծվել այդ խնդիրը։ Ցավոք ես այս պահին ԱՄՆ-Իրան այս հարաբերությունների լարվածության նույնիսկ պատերազմի ֆոնին չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը նախագահ Պուտինի հետ կքննարկի այսպիսի հարցեր։ Եվ Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր առաջ հայտարարել, որ մենք չենք պատրաստվում երկաթուղու կառավարումը տալ այլ պետության, սա ինչ ենթատեքստ ունի։ Դե ուրեմն իրենք փաստորեն բացում են փակագծերը, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը կամ նպատակներից գլխավորը մեկնում ուրեմն Մոսկվա։ Այսինքն իրենք հենց սկզբից ասում են, որ այդ խոսակցությունը անիմաստ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ինքը Վլադիմիր Պուտինի առջև այդ հարցադրումները չանի, որ մենք գիտենք Ռուսաստանի նախագահը ինքը չի սիրում երբևիցե իր շուրթերով պատասխանել, բայց իր շրջապատի եւ փաստորեն պաշտոնյաների, ոչ թե ռոպագանդիստերի շուրթերով նա հասկացնում է, որ այդպիսի բան անհնար է, ինչը կրկնում են տրամաբանական է։ Ռուսաստանի շահերից չի բխում, դա այլ հարց է, որ դա բխում է Հայաստանի շահերից, բայց ինչ ուրեմն օպցիաներ ունի Հայաստանը այս հարցում Ռուսաստանին համոզելու, ես չեմ կարող ասել։ Եվ որը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի քայլերը ձեզ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այստեղ քայլ չունի անել։ Ինչ առումով ասում են, կրկնեմ, որ կոնցեսիոն կառավարումը կարող է վերցվել հիմք ընդունելով այն չարաշահումները, դե պարզ է, որ այսին եղել է երկաթուղու վիճակը բոլորն էլ տեսնում են, իդեպ 18 թվականին Լավրովը հիշում ենք ինչ նյարդային արձագանք է այն հայտարարությունների, որ երկաթուղում եղել են չարաշահումներ, բայց եթե դրանից հետո է, որ ասում է որևէ գործընթաց չի եղել, սա այլը տեղից չի շարժվել, ուրեմն հայկական կողմը գիտակցում է, որ դա կարմիր գիծ է Ռուսաստանի համար։ Հիմա Հայաստանը ինչ տարբերակներ ունի, եթե Հայաստանը ունենար բաց սահման Ադրբեջանի հետ, եթե այդքան խոստացված եւ կասկածելի հայ-թուրքական սահմանը բացվեր, Հայաստանի նկատմամբ ճնշումները այդքան ուժեղ չեն կապրել, բայց դրան գումարվել է ավելի վատ, իանում այդ լարվածությունը եւ Հայաստանը կախված է մեկ սահմանից, որը համատեղ այսպես կառավարում են ըստ էության Ռուսաստանը եւ Վրաստանը, այսինքն Հայաստանը ինքը միայնակ այստեղ շատ բաց իրավիճակում է, այսպիսի հարցերը լուծվում են աշխարհաքաղաքական բարձր մակարդակում, այսինքն նախագահների միջև Վլադիմիր Պուտինն այն անձնավորությունը չի, որ լսի Հայաստանի կամ որևէ այլ փոքր երկրի ղեկավար, ինչ է առաջարկում, սա կարող է տեղի ունենալ միայն լուրջ առևտրի աշխարհաքաղաքական կամ պայմանավորվածությունների արդյունքում, միայն Հայաստանը չի կարող այդպիսի պայմանավորվածություններ։ Եվ այսինքն ստացվում է Նիկոլ Փաշինյանի այցը աննպատակ է։ Աննպատակ չէ, գուցե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինչ-որ կարող է համոզել Ռուսաստանին, ասելով, որ դուք էլ կունենաք այստեղ, նա ասում էր, չէ, թող Ռուսաստանն էլ գա այստեղով անցնի, բայց ճանապարհի նպատակը հենց Ռուսաստանի շրջանցելն է, հալ անցնելով չի, այսինքն սա միջին միջանցքի մաս է, եւ պարզ է, որ նպատակը կրկնեմ ռուս-ուկրաինական պատերազմից հետո նոր ճանապարհներ Միջին Ասիայից ստեղծելն է դեպի Եվրոպա հարավային Կովկասով։ Այսինքն Ռուսաստանը այստեղ ինչպես պետք է ներգրավվի, ես չեմ պատկերացնում։ Բացի այդ, կարծում եմ ընտրություններից առաջ ես նշեցի, խնդիր կա հայ-վրացական սահմանը պահել բաց, հատկապես Գարնան վերջում։ Եվ Նիկոլ Փաշինյանը սա պիտի խոսի։ Բայց նա չի կարող չգնալ եւ հարցը չքննարկել, որովհետեւ հայ հասարակությանը ինքը խոսք է տվել եւ բարձրաձայնել է, որ այդ հարցը բարձրացվելու է։ Գուցե գա եւ ասի, որ Ռուսաստանը համաձայն չի։ Դա էլ է դրամաբանական, ստիպողաբար նա Պուտինին ինչ պիտի ստիպի։
Բայց քանի որ Հայաստանում խոստացել է, որ այդ հարցը բարձրաձայնելու է, ուրեմն պիտի գնա եւ խոսի։ Եվ նախընտրական շրջանում Ռուսաստան գնալը այլ ենթատեքստ ունի, թե ոչ, արդյոք Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստանից դաբրո ստանալու, թե այլևս ակտուալ չեն այն ժամանակները, որ Հայաստանի իշխանությունների աչքը Կրեմլից եկող տեղեկությունների, շնորհավորանքների, աչքալուսանքների վրա էր։ Տեսեք, խնդիրը որն է։ Ես հիմա չեմ ուզում մտնել այդպիսի սպեկուլյացիաների մեջ, Ռուսաստանը ինչ ազդեցություն ունի, ինչ հեղափոխություն է եղել, իշխանափոխություն է եղել, թե ոչ, ինչու չեն պատժվել նախկին իշխանությունները, դա պայմանավորվածություն է, թե ոչ։ Սա մեկ այլ հարց է արդեն, որին կարելի է անդրադառնալ ավելի ուշ, այսինքն օրինակ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բայց այն, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի տնտեսապես Ռուսաստանից, դեռ ռազմական ինչ-որ անվտանգային պարտավորությունների մասին չեմ խոսում, դա այդ 7 տարվա ընթացքում այն սխալ եւ դանդաղ քաղաքականության հետևանքն է, որ մենք այսօր ունենք ավելի խորը հարաբերություններ տնտեսական Ռուսաստանի հետ։ Գումարած դրան, կրկնվեմ, քանի որ մենք ունենք երկու փակ սահման եւ մեկ կիսաբաց սահման եւ վերին դարձը, Հայաստանի համար շատ դժվար է ուլտիմատումներով խոսել Ռուսաստանի հետ, ասել մենք ձեր կարծիքը հաշվի չենք առնում։ Այսինքն խնդիրը այն չի, որ Վլադիմիր Պուտինը պիտի նշանակի այստեղ Նիկոլ Փաշինյանին, գուցե խնդիրը այն է, որ չխանգարի, կամ այնքան չխանգարի Նիկոլ Փաշինյանին, որ նա կարող կորցնի օրինակ իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցով է գնում Ռուսաստան։ Թե Հայաստանի վրա Ռուսաստանը ունի մեծ լծակներ, հատկապես եթե Միացյալ Նահանգները այդ պահին Հայաստանին այդ հարցով չեն օգնում, ես եզրակացություն եմ անում, գիտեք, ես տեղեկություն չունեմ, բայց եթե Հայաստանն է բանակցում այդ հարցը եւ մենք որևէ խոսք չենք լսում, օրինակ պետքարտուղարի կամ նախագահ Տրամպը լավ չի խոսում Ջեյդի Վենսից, ստացվում է, որ Հայաստանը այդ հարցում միայնակ է, կամ դեռ միայնակ է, քանի դեռ ԱՄՆ-ն զբաղված է։ ԱՄՆ-ն որքան է զբաղված լինելու Իրանում, որքան է զբաղված լինելու Ուկրաինայում, որը մեկը չի կարող ասել։ Արդյոք նախագահ Տրամպը հունիս ամսվանից չի սկսելու իր քարոզարշավը միջանկյալ ընտրությունների համար։ Այսինքն մոտ 5-6 ամիս Հայաստանը այդ հարցում միայնակ է։ Հետո պարզ միայնակ կլինի, թե ոչ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այստեղ լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել։ Գումարած դրան, խաղաղության օրակարգով է նա գնում ընտրությունների։ Եթե հանկարծ, ես գիտեք, Ադրբեջանի նախագահին չեմ վստահում եւ իր խաղաղասիրությանը, Ադրբեջանը լարի այստեղ իրավիճակը, օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսքի կամ էլի Զանգեզուրի միջանցքի Ռուսաստանի հետ պայմանավորված, դա զգալիորեն կթուլացնի Հայաստանի իշխանությունների դիրքերը, կստացվի, որ Փաշինյանը պատերազմից է չէ խոսում, խաղաղությունը դեռ այդքան էլ հաստատված չի, սրիփը դեռ ըստ էության չի կառուցվում, կա երկաթուղու խնդիր, այդ հարցերը օգտագործելով ռուսական այսպես սեգմենտը ընդդիմադիր կարող է լուրջ վնասներ հասցնել իշխանությունների, ոչ թե իրենք կգան իշխանության կամ իրենք ձայներ շատ կհավաքեն, այլ կլինեն մարդիկ մեծամասնություն, որոնք կասկած ունենան, որ իրոք խաղաղություն է հաստատվել եւ սրիփը կառուցվելու է եւ գործելու է։ Եվ գալով այդ խոսույթին, արդյոք Նիկոլ Փաշինյանը չի մանիպուլացնում իրավիճակը, երբ ասում է, որ ընդդիմադիր հիմնական իր մրցակից ուժերը, եթե գան իշխանության, պատերազմ է լինելու։ Տեսեք, եկեք առանձնացնենք ընդդիմադիր ուժը, եթե նա նկատի ունի նախին իշխանություններին, դե փաստորեն այսօր դեռևս այլ հայտեր մենք չենք տեսնում, ես դժվար է հասցնեն այդ հայտերը լինել, որովհետև ռեալ պայքարը իրենց մեջ է տեղի ունենալու, քանի որ իշխանությունները դա ընտրել են, իրենց հարմար ընդդիմություն, ում հետ իրենք բանավիճում են եւ ում ռեյտինգ են ապահովում, այսպես ասած, իրենց բանավեճերով։ Ես դրա մասին խոսել եմ, որ այս ընտրությունները նաև հիբրիդ պատերազմ են հայ ժողովրդի դեմ, որովհետև կրկին խաղացվելու է նախկին ներկա այս ուրեմն իծև թե պայքարը, որը կարելի է դուտել դեռ 2021 թվականի ընտրությունների ժամանակ եւ որը խոստացվել էր, բայց ըստ էության մենք տեսնում ենք նույն դերակատարները արդեն 4-5 տարի։ Հիմա ինչ վերաբերում է պատերազմին, նա այսինքն նկատի ունի, որ եթե իշխանության գան այսպես կենցաղային պարզ ասենք
նախկին իշխանությունները նրանք Արցախի հարցով տարածքային պահանջներ կներկայացնեն Ադրբեջանին, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Ես նախ զրո հավանականություն եմ համարում իրենց իշխանության գալը։ Եվ երկրորդը, այսինքն եթե Ադրբեջանը իմ կարծիքով եթե ցանկանար խաղաղություն հաստատել եւ ցանկանար Նիկոլ Փաշինյանի դիրքերը ուժեղացնել, նա այդ խաղաղությունը ստորագրեր, չէր պայմանավորվի դա Հայաստանում ընտրություններով, դա Հայաստանի ներքին խնդիր է։ Գիտեք, այդպես որ նայեն կարող է 20 տարուց Հայաստանում կան ուժեր, որոնք ուզենան պատերազմ հայտարարել, օրինակ Ադրբեջանին, դա ինչ է նշանակում, ուրեմն Ալիևը պիտի թելադրի մեր ներքաղաքական օրակարգը։ Ներողություն, Ադրբեջանում էլ կան ուժեր, որոնք ասում են, որ Արցախը քիչ է, եկեք արևմտյան Ադրբեջանն էլ գնանք գրավենք, մենք չենք ասի, դե մի հատ տեսնենք Ալիևն է անդրվում, թե ով նոր գնանք խաղաղության, դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Սահմանազատման գործընթացը չի շարունակվում, գերիները ազատ չեն արձակվում, ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Այսինքն Ադրբեջանից վտանգ կա, Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի, եւ գուցե ինքը կարծում է, որ եթե ինքը կլինի իշխանության, կլինի Ռոբերտ Քոչարյանը, կրկնեմ, դա անհավանական է եւ պատերազմ կհայտարարի Ադրբեջան։ Բայց այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է խաղաղություն է հիմա, մնում է այդ խաղաղությունը, ինչպես ինքն է ասում, պահել, պահպանել, որ հանգարց ձեռներից չգնա։ Հիմա իրապես խաղաղություն է։ Թրիփի հետ կապված չկա որևէ գործնական քայլ։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, չի ստորագրվում։ Թուրքիան պետք է բացեր երրորդ երկրների համար սահմանը չի բացվել։ Հիմա միակ բանը, որ կա, դա այն է, որ սահմանին կրակոցներ չկան, զոհեր չկան, հա, շատ կարևոր հանգամանք, շատ կարևոր կայունություն, բայց կարող ենք ասել, որ արդեն խաղաղություն է այս թվարկվածը ամբողջացնելով։ Ոչ, իհարկե, ես հենց դա էլ նշեցի, ձեր նշած կետերը, որ այո, հենց դա գումարած Ալիևի անհասկանալի պահվածքը, անընդհատ նախապայմաններով Հայաստանի հետ խոսելը, սահմանադրությունը փոխեք, ներողություն, Ադրբեջանի սահմանադրությունն էլ լուրջ տարածքային պահանջներ ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ Փաշինյան դրա մասին խոսել է։ Շատ հաճախ ասում են, դե մենք պարտվել ենք, այդպես է, ինչ բանակցում, ինչ ասում են, անենք, այսօր մենք ինչա կարմիր գիծ ունենք։ Եթե Ալիևը ուզենա հարձակվի, գիտեք, եթե մենք արևմտյան Ադրբեջանն էլ տանք իրենք կհարձակվեն։ Ագրեսորի ուրեմն ախորժակը չեն փակի դիտումներով։ Կրկնում եմ, խոսքը չի վերաբերում նրան, որ մենք պիտի պատերազմ հայտարարենք Ադրբեջանին կամ նույնիսկ Արցախի թեմայով խոսենք, ես դա ռեալ հիմա չեմ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է պայմանավորենք Ալիևի տրամադրություններով, թե Հայաստանում ինչպես շնչենք կամ արտաշնչենք, իսկ նվիրենք կամ չնվիրենք։ Դա Հայաստանի քաղաքացիները ժողովրդավարական երկիր է, իրավունք ունեն մշտապես իրենց կարծիքը արտահայտել։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները ունեն իրենց արտաքին քաղաքականությունը, դրանով պիտի շարժվեն։ Դե գիտեք, Քոչարյանը դրա համար մանիպուլյացիա ասում է, իմ իշխանության տարիներին էլ կային կրակոցներ, եղել են, չէ՞, 1-2 տարի, որ չի եղել կրակոցը, դա խաղաղություն։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ ինչպես դուք ասեցիք, լինի փաստաթուղթ։ Իդեպ դա էլ 100% խաղաղություն չի։ Խաղաղությունը երկու բանով է պայմանավորված, դաշնակիցներով, եթե երաշխավորող բառը չեմ օգտագործել, ուժեղ բանակով։ Հակառակ պարագայում ամեն օր կարող են մեզ ինչ-որ մի պարտադրանք ներկայացնել եւ վախեցնել, որ եթե չանենք, ուրեմն խաղաղություն չի։ Հիմա այդ երաշխավորների շուրջ էլ թեժ բանավեճ չկա իշխանության եւ այդ ընդդիմադիր թևի միջեւ։ Բացեն, որ որոշում են, թե Իսպանիայի մայրաքաղաքը որն է, Քարաքոսը միրգ է, թե կենթանի, եթե քիչ թե շատ լուրջ մակարդակի բանավեճ կա, դա այն է, որ Քոչարյանական թևը ուզում է երաշխավորներ, Նիկոլ Փաշինյանի թևը չի ուզում, որովհետև իշխանությունն ասում է, այդ երաշխավորներն են, որ տարիներ շարունակ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը մատաղ են արել, հորթի նման տարել են մատաղանելու եւ անգամ այդ հորթից չեն հարցրել, թե իրեն երբ պետք է մորթեն։ Քոչարյանն ասում են, թե հակառակը, եթե լինեն երաշխավորներ, խաղաղությունն ավելի կայուն կլինի։ Այստեղ որի ասածն է ավելի իրատեսական։
Նիկոլ Փաշինյանն էլ է երաշխավորներ ըստ էության դերել, որովհետև նա նշեց, որ Վաշինգտոնյան համաձայնագրերը ստորագրելուց հետո Հայաստանը 99 տարով ձեռք է բերել ինքնիշխանություն։ Այսինքն երաշխավորությամբ, չէ՞, ԱՄՆ երաշխավորությամբ, սա էլ է երաշխավորություն։ Այլ հարց է, որ եթե Քոչարյանը պատկերացնում է երևի զորքերի տեղակայումը շարունակելը կամ որ Ռուսաստանը մեծ կպաշտպանի մեր ցանիներից, գուցե Փաշինյանը դա ավելի տնտեսական ինչ-որ ներդրումների տեսքով է պատկերացնում։ Միանշանակ պետք են երաշխավորներ, թե ես նշեցի դաշնակիցներ, այսօր աշխարհի բոլոր կետերում, որտեղ թեժ է, Ուկրաինան պայքարում է, որտեղ ունի դաշնակիցներ։ Լավ, վատ ունի դաշնակիցներ, Իսրայելը ունի դաշնակիցներ, Իրանը լավ, վատ էլի դաշնակիցներ ավելի շատ համախոհներ, Վենեսուելան ունի համախոհներ, միայնակ Հայաստանը ինքը բարձր իր անվտանգությունը երբեք չի կարող ապահովել։ Այլ հարց է, որ իմ կարծիքով Հայաստանը պիտի լինի նեյտրալ պետություն, չմիավորվող այստեղ պետությունների կազմակերպություն կա, իդեպ Ադրբեջանն էլ է դրա անդամ, Հնդկաստանը, Հայաստանի տարածքում պետք է լինեն այլ երկրների զորքեր։ Նույնը ԱՄՆ զորքերին է վերաբերում, մենք տեսնում ենք, թե հիմա արաբական երկրները Պարսից ծոցի հարձակման են ենթարկվում։ Հայաստանը պիտի ունենա բարեկամներ, դաշնակիցներ, համախոհներ, համախոհ այսինքն այն երկրները, որոնք ունեն նույն շահերը տարածաշրջանում, գումարած, կրկնեմ, ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն եւ արդարադատություն, որովհետեւ մարդիկ, որոնք երկիրը ուղղակի թալանել են, գույք партի դիմաց երկիրը վաճառել են, չգան եւ հիմա դասեր տան հայ ժողովրդին, թե ով երաշխավորը պիտի լինի։ Բայց ցավոք այսօրվա իշխանությունները այդպես է կարողացան 8 տարում լուծել այդ մեկ խնդիրը։ Տիկին Դալաքյան, այնուհանդերձ անվտանգային կարևորը լինելու է նախընտրական շրջանում անվտանգային խոստումները, թե ինչպես է Հայաստանի անվտանգությունն ապահովելու, ինչ է կարծում, քաղաքական ուժերը այնուհանդերձ սրա շուրջ բանավեճ կունենան, թե կթողնեն պերաշկու, բուլկու, չգիտեմ, էշի ձայն հանելու մակարդակի իրենց բանավեճը։ Ցավոք երկրորդը, մենք կլսենք գրազներ, մարշեր, գիտեմ իրենց մակարդակի հայտարարություններ, գիտեք անվտանգային հարցերը կարելի է բանավիճել, ես չեմ ասում, որ բոլորը պիտի ինպես մտածեն կամ բոլորը պիտի ասեն, որ Ռուսաստանը վատն է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ապահովում եւ չի ապահովելու մեր անվտանգությունը։ Եթե կա տեսակետ հակառակը, խնդրեմ, բանավեճի խնդիր կա, բայց եթե խոսակցությունը պիտի վերածվի դու վատն ես, վատը դու ես կամ հայհոյենք իրար, իհարկե մենք դա ենք տեսնելու։ Այդ ընտրությունները լինելու են ընտրություններ նախ եւ առաջ կոմպրոմատների վերաբերյալ, ով ում նկատմամբ շատ կոմպրոմատ ունի, Դեսեր Սահակյան այդ հարցում անգերազանցելի է, ով ում կարող է մինչև ընտրություն մարզեցնել կոմպրոմատներով, ներքին դժվարություններ, դու այս ժամանակ սա էր ասում, հիմա սա ես ասում, դու այս թիմից ես եղել, հիմա այն թիմից ես եղել, եւ հիմնական լոզունգը այսպես է, դուք եք բերել պատերազմ, չէ, դուք եք բերել պատերազմ, որևէ բանավեճ մենք ցավոք չենք տեսի, գուցե ընտրություններից մեկ ամիս առաջ թեմային միանա նաեւ կրկին Թարեգին երկրորդը, կրկին հիշեն, որ նա գործակալ է, այսպես մանիպուլյացիաներով եւ բնակչությանը բաժանելով երկու մասի, ապելություն սերմանելով էլի կլինեն ընտրություններ։ Տիկին Դալաքյան, Ռուսաստանը այնուհանդերձ կմիջամտի այս ընտրություններին, թե չէ, որովհետև տեսեք, մի ասենց ինֆորմացիոն այդ բանը եղավ, գցեցին դաշտ, որ այլ պետությունում, ընդ որում ամենաբարձր մակարդակով դա եղավ, արտաքին հետախուզական ծառայության մակարդակով հայտարարեցին, որ բանը այլ պետությունում Հայաստանում ընտրելու իրավունք ունեցողներին ասում են, պարտադրում են գնացեք Հայաստան, այսինչ ուժին ընտրեք, իշխանամերձ քաղաքասարակության ներկայացուցիչները ոչ աջ, ոչ ձախ ուղիղ հայտարարեցին, որ այդ պետությունը Ռուսաստանն է, որտեղ հայերին ճնշում են, ու թեման փակվեց։ Հիմա Ռուսաստանը մասնակցում է process-ներին, թե չի մասնակցում։ Ռուսաստանի ծրագրերը կարելի է բաժանել երկու մասի, մինիմում ծրագիրը եւ մաքսիմում ծրագիրը, ես պիտի կրկնվեմ, մենք ձեզ հետ խոսել ենք այդ թեմայի մասին, որ
Նիկոլ Փաշինյանը ոչ Զելենսկի է, ոչ Մայա Սանդու է, ոչ էլ Սաակաշվիլի է։ Նա այսպես դասական իմաստով արևմտամետ չի։ Եվ Վլադիմիր Պուտինի հետ փորձում է ունենալ նորմալ հարաբերություններ։ Դա ստացվում է թե ոչ այլ հարց է, բայց Հայաստանի աշխարհագրական դիպը այնպիսին է, որ ցանկացած իշխանություն Հայաստանում ուզի թե չուզի պիտի հաշվի նստի Հյուսիսում գտնվող այս պահին ագրեսիվ եւ ըստ էության Ուկրաինայում իր նպատակներին չհասած ավելի ագրեսիվ դարձած Ռուսաստանի հետ, որի հետ ցավոք դեռ խաղում է Միացյալ Նահանգները։ Այս պայմաններում ես որ միանշանակ քննադատում եմ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, գիտակցում եմ, որ Հայաստանը չի կարող վեր կանգնել եւ ասել հեռացեք այստեղից, այլևս ձեզ այստեղ չտեսնենք, որպես ցեղասպանություն տեսած ժողովուրդ, որպես ժողովուրդ, որը միայնակ է մնացել պատերազմի ընթացքում եւ դաշնակիցի ունեցել ողջ աշխարհում, պետք է գիտակցեն եւ հաշվի առնենք այն փաստը, որ մենք ունենք այսպիսի հարևան։ Այլ հարց է, որ այդ փաստը հաշվի առնելով պետք է գտնել նոր տնտեսական ճանապարհներ, պետք է երկրում տնտեսությունը առողջացնել, փոքր միջին ձեռնարկություններին չխեղդել հարկային տերորով, արդարադատությունը վերականգնել, լինել դիմակայուն, ինչպես Եվրոպան սիրում է ասել, պետություն, որպեսզի որևէ այլ երկիր կարողանար լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա։ Բայց սկզբում մենք խոսեցինք, թե Ռուսաստանը ինչ միջոցներով, հիմնականում տնտեսական, կարող է ազդել։ Հաջորդը ցավոք Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի հանդեպ այսօր այնպես է արել, որ Հայաստանում կան տեսակետներ, որ ԱՄՆ-ն չի կարողանում հասնել իր նպատակներին։ Հուսանք դա կլինի, հուսանք Դոնալդ Թրամփը վերջապես իր դաշնակիցների հետ կբարելավի հարաբերությունները, կբացի Հորմուզի նեղուցը եւ ԱՄՆ-ն չի կրի վնասներ քաղաքական հեղինակության առումով, որը մեկը չի ասում, որ ԱՄՆ-ն պարտվելու է, այստեղ հեղինակության հարց է։ Եվ պարզապես ռուսամետ սեգմենտը պիտի ասի, որ տեսեք ԱՄՆ-ն չի կարողանում նույնիսկ Իրանի հարցերը լուծել։ Մեզ ոնց է պաշտպանելու օրինակ Թուրքիայից։ Այդ սպեկուլյացիաները իհարկե լինելու են եւ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ 2 ամսվա ընթացքում ինքը 2 ամիս առաջ դրություններից ստացավ այսպիսի իրավիճակ Իրանում, ստացավ Թուրքի հետ կապված անկանխատեսելի իրավիճակ, նա պիտի հաշվի նստի Ռուսաստանի ուրեմն ինչպես ասեմ, ոչ թե շահերի, այլ տեսակետների հետ։ Այլ հարց է, որ նա կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես չեզոքացնելով Ռուսաստանի ձեր ասած իրենց ասած հիբրիդ գործիքներին, որոնց հետախուզությունը հղում է անում, բայց քանի որ Հայաստանի իշխանությունները ընտրել են նրանց հետ խաղալու քաղաքականությունը, Ռուսաստանը թեք զրկել չէ իրենց գործիքներից, ում վրա եք մունդած գալիս Վլադիմիր Պուտինն է մեղավոր, այնպես անեիք, որ կարողանա Ռուսաստանը օլիգարխներին օգտագործել։ Եթե չեք արել ձեր աշխատանքը, մտածել եք ձեզ հարմար է, հիմա էլ ասում եք Ռուսաստանը օգտագործում է, կարողանա, այնպես անեիք, կարողանար օգտագործել։ Հիմա այդքան որ ասում են ռուսաստանցի օլիգարխը եկել է եւ այլն, ինչ է կարծում եք թեման կբացվի Մոսկվայում, թե չէ, օրինակ կամ Նիկոլ Փաշինյանը կհարցնի, ինչ եք ռուսաստանցի օլիգարխին ուղարկել Հայաստան, ինչ եք ուզում սրանով ասել, կամ Վլադիմիր Պուտինը կասի, ես ռուսաստանցի օլիգարխ չեմ ուղարկել քո հետ մրցելու, այսինքն կլինի այս թեման, թե ոչ։ Շատ դրամաբանական հարց եք տալիս, ես էլ միշտ ասում եմ, եթե դուք ասում եք Ռուսաստանը ձեր դեմ այդպիսի քայլեր է անում, նստեք, խոսեք, երկու ղեկավար եք, մշտապես ասում եք, որ իշխան է Հայաստանը, անկախ է Հայաստանը, դե նստեք անկախ հավասարի պես խոսեք։ Թափեր ինչի վերաբերում, չէ, աշխարհում կան փոքր երկրներ, որ այսօր ըստ էության թելադրողի դիրքերում են։ Խնդիրը այն է, որ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Ռուսաստանը այս պահին դեռ չունի իրեն հեռացնելու ծրագիր, որովհետև չի էլ կարող ումով փոխարինի, գուցե ցանկանում է, բայց Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի, որ Հայաստանը ոչ Քոչարյան ունի հեղինակություն, ոչ էլ նույնիսկ այսպես ասած օլիգարխը, մանավանդ կրկնեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով է, որ նա դարձավ երկրորդ ուժը ընդամենը 2 ամսում։ Բոլորն էլ ճանաչում էին ձեր ասած անձին, բայց երբևիցե նա չի ընկալվել որպես Հայաստանը փրկող երկիր, այն էլ վարչապետ։ Բայց այնպես խաղը գնաց, որ հիմա ընդդիմության դերում գուցե փորձում են փոխարինել Սերժ Սարգսյանին եւ ինչ-որ առումով Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը կամա թե ակամա հենց այդ խաղի մեջ մտել է
ինչ պիտի ասի Վլադիմիր Պուտինին, նա էլ ասի թե բռնեք, ինչ ասեմ, ձեր երկիրն է, այդ հարցերը լուծեք։ Վլադիմիր Պուտինին Փաշինյանը ոչինչ չի կարող ասել այն հարցի վերաբերյալ, որ ինքը չի կատարել։ Կրկնեմ, եթե դու օրենք չես հաստատում երկրում, եթե դու մեղադրում ես մարդկանց գործակալ լինելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, բայց իրենցը գնում ես ընտրությունների, Մոլդովայի օրինակը չես կատարում, Վլադիմիր Պուտինին Հայաստանը որևիցե փողով չի կարող խփել։ Շնորհակալություն հարցազրույցի համար, Տիկին Դալաքյան։ Շնորհակալ եմ։